Ես ոնց որ այս պահը ապրած լինեի, Նախ խավար գիշերից հետո անպայման լուսաբաց պիտի գա։ ինքն մարդը ունենում է նաև այլ մարմիններ։ Կան դրոշված մարդիկ մեր կյանքում, ում հետ ըստ աստղաբանության մեր հոգիները պայմանավորվել են հանդիպել այս մարմնում։ Խոսում եք հոգու վերածնումից, բայց այդ դեպքում ինչպես հասկանալ, երբ որ երեխաները նոր են ծնվում ու մի քանի օրական երեխաների մահացության դեպքեր են գրանց։ Գալիս ենք այն նախապայմանով եւ այն առաքելությամբ, որը դեռևս ոչ ոքի մոտ այս երկիր մոլորակի վրա կրկնվող չէ, ոչինչ այս կյանքում չի լինում պատահական։ Իրանք միանգամից 7 գեն մաքրում են, որ մենք մեր դասը լավ չենք սովորում, ճանապարհը բերում է մեզ նույն կետի, երբեմն հոգիները հրաժարվում են գալ։ Առաջի կետը պիտի լինի հանդիպում ինքդ քո եսի հետ, ազնիվ հանդիպում։ Հաղորդման գործընկեր Լապիոնի ծաղկի սրահ։ Լապիոնիում ծաղիկները պատմում են սիրո պատմություններ։ Այստեղ կգտնեք նաև Դուբայի հայտնի շոկոլադներից։ Հասցեներ Վաղարշյան 18 և Կոմիտասի 60 կոտորակ 2։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։ Ողջույն, այսօր կյանքի ճանապարհին թվային աստղաբան Լիլիթ Ալեքսանյանի հետ ենք։ Բարև ձեզ Լիլիթ։ Ողջույն։ Կասեք խնդրում եմ, աստղագուշակությունն ու աստղաբանությունն ինչով են իրարից տարբերվում եւ առհասարակ ինչ է աստղաբանությունը։ Անժելա ջան, ես աստղագուշակությամբ չեմ զբաղվում, որպես այդպիսին հասկացել եմ միայն այն, որ աստղագուշակության որպես այդպիսին մեթոդիկան ավելի շատ աշխատում է մարդկանց կոդավորման, ինչ որ կանխատեսումների հստակ ինչ որ կողմնացույցի, որպես այդպիսին շատ են շեղում աստղաբանությունը եւ աստղագուշակությունը, միգուցե բառը ուղիղ է թարգմանվում այլ լեզուներից, բայց աստղաբանությունը դա այն գործիքը չէ, որը որ պատասխաններ է տալիս, աստղաբանությունը ավելի շատ հարցեր տվողն է։ Աստղաբանությունը մարդու եւ տիեզերքի միջև եղած երկխոսությունն է, երբ որ յուրաքանչյուրս լույս աշխարհ գալով մեր հետ բերում ենք այն դրոշմը եւ մեր կյանքի ճանապարհի եւ ուղու մեջ փորձում ենք ավելի գիտակից ինքներս մեզ ճանաչելով ավելի հստակ, ավելի կոնկրետ որոշումներ կայացնել եւ կյանքը ավելի համերաշխ ապրել, ավելի շատ կողմնացույցն է աստղաբանությունը, ոչ թե որոշիչ պատասխանը։ Ասացիք, երբ որ ծնվում ենք, տիեզերքը եւ մնացած, այսինքն մարդը ինքը հենց ծնված օրվանից ուղիղ կապվածություն ունի տիեզերքի հետ, մեր շրջապատող միջավայրի հետ, էներգիայի հետ, բնության հետ, հա։ Ծնվելու պահին որպես այդպիսին, այո, մենք գալիս ենք այն նախապայմանով եւ այն առաքելությամբ, որը դեռևս ոչ ոքի մոտ այս երկիր մոլորակի վրա կրկնվող չէ։ Միգուցե կան մարդիկ, ովքեր նման են ինչ որ ակտիվներով իրար, որովհետև մենք բնության մի մասն ենք եւ այս արարչագործության լիարժեքությունը հենց դրա մեջ է, որ մենք հենց արարչի պատկերով ենք ծնվել, բայց այո, երբ որ մենք ծնվում ենք, մոլորակները, աստղերը իրենց տաքուկ դիրքերով ապահովում են մեր համար այն յուրահատկությունը, որը ունենք մենք եւ որի միջոցով անցնում ենք մեր առաքելությունը այս մարմնի մեջ։ Այսինքն մարդը ունենում է նաև այլ մարմիններ։ Ըստ աստղաբանության, այո, ունենում է, ոչ թե ունենում է հետո որպես այդպիսին դա էզոտերիկ գիտությունների մեջ շատ խորացված ուսումնասիրությունները, որին որ իմ նման եւ այն մարդիկ, ովքեր որ այդ գիտակցության վիբրացիաներով են ապրում, հավատում են հետոին, քանի որ հոգին դա մարմին չէ եւ վերածնվելու է եւ եղել է ինչ որ մի կետում մինչ այս մարմին ստանալ է, այս մարմնով այս աշխարհ գալ։
Այսինքն, երբ որ մարդը շատ հաճախ ենք չէ լսում դեժավյու հասկացողությունը, մարդն ասում է ես ոնց որ այս պահը ապրած լինեի, դա դուք ինչպես եք բացատրում։ Մենք բացատրում ենք այսպես, քանի որ կան նախապայմաններ, որոնցով որ մենք ծնվում ենք, եւ այո կան դրոշված մարդիկ մեր կյանքում, ում հետ ըստ աստղաբանության մեր հոգիները պայմանավորվել են հանդիպել այս մարմնում, ըստ աստղաբանության դա այն երևույթներն են, որոնք որ արդեն եղել են մեր ինչ որ մի կետում, որտեղ ապրել ենք։ Եվ դեժավյուն որպես այդպիսին մեր այն պատկերն է, որը որ մեր հիշողությունը բերում է այս կյանք եւ մեզ թվում է մենք այդտեղ եղել ենք էլի։ Նաեւ մարդկանց միջոցով էլ է դա ցույց տալիս, երբեմն հանդիպում ենք մարդկանց, մեզ թվում է մենք ճանաչել ենք իրար միշտ կամ մարդիկ են գալիս մեր կյանք, ում միջոցով աճում ենք, դա կլինեն դասերի տեսքով, գիտակցության տեսքով, որովհետեւ ոչ մի բան կյանքում առհասարակ պատահական չէ եւ յուրաքանչյուր մարդ մեր կյանք կբերի ցավ թե երջանկություն, գալիս է մի հատ շատ པարզ եւ սիրուն նպատակով, որ մեզ դարձնի այն, ինչ որ մենք պիտի լինենք, ավելին չի տրվում, քան մարդը կարող է այդ ապրել, կերտել իր կյանքում եւ յուրաքանչյուրս շատ ավելի բարձր կետերում կարանք լինենք, երբ որ ճանաչենք մեզ, աստղաբանությունը հենց այդ բանալին է տալիս, ճանաչել ինքդ քեզ։ Այն չէ նշանակում ինքդ քեզ ճանաչելը։ Երբ ենք համարում, որ մարդն ինքն իրեն ճանաչում է։ Քո գիտակցությունն է քո եսի հետ հանդիպման, քանի որ յուրաքանչյուրս ծնվել ենք մեր յուրահատկություններով եւ կպած ենք այս դիեզերքին եւ փոխկապակցված ենք մեկս մյուսով, հենց աստղաբանությունը դրա մասին է։ Մարդիկ շատ հաճախ գտնվում են մի վայրում, որպես այդպեսին եւ կողմնորոշման խնդիր ունեն։ Չգիտեն իրանց ինչա պետք, կորցնում են հավատքը, կորցնում են կյանքի հանդեպ սերը։ Հիմա շատ ենք չէ խոսում այդ մտքերից, էներգիաներից, թվերից։ Աստղաբանությունը հենց այն մատրիցան է, որը որ մասնագետը կարող է կարդալ եւ այն մարդը, որ շեղվել է իր գեոլոկացիայից կամ չի էլ հասել են կետին, որպեսզի հասկանա ինչ է ուզում եւ անընդհատ մոլորության մեջ փորձում է ինչ-որ բան գտնել եւ չի գալիս այդ կետը, մենք կարողանում ենք ցույց տալ այն իր համար լիարժեք կամ բարենպաստ գործողությունը կամ երևույթը, որը քայլերը, որոնք որ այդ պահին ճիշտ կողմնորոշման կողմնացույց կդառնան։ Այսինքն ձեր խոսքից կարող եմ հասկանալ, որ մարդը գալիս է այս աշխարհ ինչ որ միսիայով, հստակ միսիայով, առաքելությամբ եւ աստղաբանությունը նաեւ օգնում է մարդուն հասկանալ նախ թե որն է այդ առաքելությունը եւ ինքը այդ առաքելության որ փուլում է գտնվում։ Այո, մարդը գալիս է հատուկ միսիայով եւ յուրաքանչյուրս կատարելություն ենք այս աշխարհի վրա, առանց մարդու աշխարհը չլինի դրախտ եւ մարդն է աշխարհը գեղեցկացնում, մարդ բերելով այս աշխարհ բնությունը հարստացնում։ Ոչ մեկի առաքելությունը որպես այդպեսին չի կրկնվում, որտեղ ինչքան էլ որ մենք խոսենք այն մտքերից, ինչը գրում են հայտնի մարդիկ, այն մարդիկ, ովքեր վերապրել են դա, յուրաքանչյուրս մեր մաշկի վրա պիտի զգանք այն ինչի մեջով որ անցնում ենք, որպեսզի չէ հասկանանք դիմացինին, երևույթները, դիեզերքի եւ մարդու մեջ կապը այնքան հստակ ու այնքան հաշվարկված է, որ աստղաբանությունը կարողանում է ճիշտ պահին մարդուն ուղղորդել դեպի իր եսը, այսինքն տալիս է ընտրության հնարավորություն, քանի որ ճակատագիր որպես այդպիսին մենք բոլորս ծնվում ենք մեր այդ դրոշված քարտեզով, մեր էներգետիկ ակտիվներով, մեր գեներով, մեր նախապայմաններով, բայց ոտնահետքերը մերն են, մարդը ազատ է իր ընտրության մեջ։ Աստղաբանությունը կարող է ցույց տալ, թե ինչ կարող ես դու անել, որպեսզի այս կամ այն իրավիճակը հիմա բարենպաստ, ոչ բարենպաստ ժամանակ է այդ ընտրության համար, այսինքն կարող է տալ այդ այոյի կամ ոչի պատասխանը, այդ ալիքները ինչի համար են հիմա ստեղծվել, դա աճի համար է թե ավելի բարձր գիտակցություն ունենալու, բայց ոտնահետքերը մարդուն են, մարդն է ընտրում իր ճանապարհը։
գնա այն ճանապարհով, որ իր եսին կդարձնի ավելի ուժեղ, ավելի գիտակից, ավելի խելացի, ավելի կայուն, ավելի ինքնուրույն, թե մնա այն վարքագծի մեջ, որը դեռևս այդ պահին իր կյանքում այդքան էլ այդ ալիքների մեջ հստակ չեն։ Ասացիք, որ հոգիները պայմանավորվում են հանդիպել հաջորդ կյանքում, այսինքն ոչ ոք պատահական ոչ ոքի կյանքում չի հայտնվում։ Սրա մասին կուզեմ նաև խոսենք եւ ինչի համար են պայմանավորվում, որն է նպատակը, հոգեվոր աճը, թե Ես միշտ այդ հարցին մի քիչ էլ հումորով եմ պատասխանում։ Իմ եղբայրներին, երբ որ ես շատ երկար նայում եմ, զրուցում եմ իրենց հետ, խնդրում եմ, որ եթե ես էլի ծնվեմ, նորից կդառնան իմ եղբայրները։ Այսինքն մեր մեջ այդ հոգևոր կապ այնքան ամուր է, որ ինձ թվում է, որ իրանք միշտ եղել են, իրանք ուղղակի իմ կենսաբանական հարազատները չեն, ումով որ մենք ընտրել ենք նույն մորն ու հորը որ գանք, եւ ես ավելի քան վստահ եմ, որ այո, այս աշխարհում, կյանքում ոչինչ պատահական չի լինում։ Եվ քանի որ արդեն իմ ապրած ուղու մեջ սովորել եմ ոչինչ չկառավարել, ապրում եմ ներկա ժամանակով եւ չեմ վերահսկում ժամանակը այնքանով, որքանով որ այն ըստիս միշտ անցյալի եւ ապագայի միջև է, կարծում եմ, որ ոչ մի հանդիպում, ոչինչ այս կյանքում չի լինում պատահական։ Ամենապատահական անցորդներն էլ անգամ մեր կյանքում ունեն իրենց թողած կարևորությունը։ Հիմա մեր հաղորդումն էլ պատահական չէ։ Կարծում եմ ոչ։ Այսինքն ոչ թե կարծում եմ, վստահ եմ, որ ոչ։ Եվ միշտ ես իմ աղջիկներին ասում եմ, երեխեք, ձեր ամենահարազատ մարդը այն մարդն է, որ այդ վարքյանին ձեր կողքին է։ Եթե որպես այդպեսին ինչ-որ մի առեղծվածային բան հենց հիմա տեղի ունենա, միակ մարդիկ, որ պիտի իրար օգնեն, ես եւ դուք ենք, չէ՞։ Միասին պիտի փորձենք այդ իրավիճակը շտկել։ Եվ այդ կետի մեջ ապրելը ամենակարևորն է ձգտել առաջ եւ չկառավարել այն, ինչը որ թողել ես արդեն միտեղ, որտեղից չես վերցրել այն բարիքները, որը քեզ ավելի սիրուն, իմաստուն, լավն են դարձրել։ Ըստ աստղաբանության ինչ է անցյալը եւ խոսեցիք բաց թողնելու մասին ու առաջ նայելու մասին, ներկապահով ապրելու մասին, ինչպես գալ այդ կետին հասնել եւ ինչպես թողնել անցյալը։ Աստղաբանությունը հենց այն մասին է, թե ինչ ունենք հիմա։ Մարդը ծնվում է գիտակցությամբ, ապրում էմոցիաներով եւ շատ կարեւոր է, որ մեր բոլոր ճանապարհների մեջ մարդը ունենում է պրոգրես, չէ, աճի, կրթման, զարգացման եւ անընդհատ փուլային էվոլյուցիաներ ենք ապրում։ Աստղաբանությունը անցյալին վերաբերվում է որպես իմաստություն ձեռք բերելու ճանապարհ, որով գալիս ենք ներկա եւ այդ գիտակցության շնորհիվ շարժվում ենք դեպի առաջ։ Աստղաբանությունը չի գուշակում, թե ինչ կլինի քո հետ 5 տարի անց կամ 3 օր հետո, այլ կանխատեսում է այն բարենպաստ դիրքերը, որոնք որ դու աճեցրել ես, զարգացրել ես, ջրել ես, կերակրել ես, սեր ես տվել կամ հակառակ ատելություն ես դրել դրա մեջ, ինչ կետի է քեզ բերել եւ որպես այդպեսին քո համար հիմա ինչ էներգիաներ են աշխատում տիեզերքում։ Աստղաբանությունը անցյալին վերաբերվում է շատ հարգանքով, բայց քարշ չի տալիս իր հետ այդ անցյալի մեջի ավելնորդ բեռը ներկա եւ չի օգուրթում ապագա։ Աստղաբանությունը հենց այն կետն է, որի միջոցով մարդը ճանաչում է ինչի համար տեղի ունեցավ այս կամ այն իրադարձությունը իր կյանքում եւ որպես այդպեսին հենց այն հենասյունն է, այն կատլավանը, որի վրա կառուցում է իր ամրոցը եւ այդ ամրոցի մեջ ինքն է որոշում իր ազատ կամքով դնի սեր, թե դնի հակառակը, ատելությունը, չարը, նախանձը, ոչ բարիքները, որով որ մեզ արարիչը ամեն դեպքում ես վստահ եմ, որ ոչ մի ցավ, ոչ մի փորձառություն չի տրվում արարչից։ Այդ ամեն ինչը հենց այն ցիկլներն են մեր կյանքի, երբ որ մենք մեր դասը լավ չենք սովորում, ճանապարհը բերում է մեզ նույն կետին եւ փորձում է այդ նույն կետից նորից
տալ հարցը, հա, սովորել ես արդյոք դասդ։ Դրա համար կարա նաև մեր կյանքում շատ հաճախ ինչ-որ բաներ կրկնվեն։ Եվ աստղաբանությունը պատասխանում է ինչ անել, որպեսզի նորից չգաս այդ կետին, երբ որ չես սովորել դասը, բաց չես թողել հենց այդ անցյալը, որտեղ որ անցել ես փորձառության միջով եւ պիտի լինեիր ավելի իմաստուն, ավելի կպած լինեիր քո հողին, քո կապը առաջի տիեզերքի հետ, այն մարդկանց ինչի համար որ քո հոգին եկել էր այս աշխարհ, դասը այնքան կկրկնվի, մինչև մարդը կամ կսովորի այն կամ ոչ։ Ներողություն, որ ընդհատում եմ, ուղղակի հավելում անեմ, շատ տարածված արտահայտությունն է, ինձ միշտ այսպիսի մարդիկ են հանդիպում կամ, չգիտեմ, միշտ ինձ մոտ այս հարաբերությունները չեն ստացվում, ինչի են իմ մոտ միշտ այսպես լինում, հենց ձեր ասած կրկնվող իրավիճակների մասն է դա։ Այո։ Առհասարակ չէ, եթե թույլ կտակ ռուսերեն ասեմ այդ բառը, հա, կարելի է։ Мы получаем то, что излучаем։ Երբ որ դու քո եսին չես փոխում, այսինքն անցել ես մի փորձառության մեջով, որտեղ որ ունես ամեն դեպքում ոչ քեզ հաճելի ինչ որ անցած ճանապարհ կամ ոչ այն ճանապարհը, ինչով որ դու կուզեիր անցնել, աստղաբանությունը փորձում է պատասխանել այդ հարցին եւ պատասխանը լինում են հաճախ հարցերով։ Քանի որ մարդը կատարյալ է եւ հենց այդ հարցերի մեջ են դրոշված այն պատասխանները, որով որ մարդը իրեն գտնելով ել չի բերում իր կյանք կրկնվող դեպքեր, քանի որ արդեն առաջի փորձառության մեջով անցնելիս ճանաչել է իրեն եւ հասկացել է որտեղ ա եղել են իր բաց թողումը կամ դա միգուցե եւ բաց թողում չի եղել, այլ իր հոգու համար հենց կոփման մի գործիք, որով որ ինքը գնա դեպի լույս, որովհետեւ ամենախավար գիշերից հետո անպայման լուսաբաց պիտի գա։ Եվ այդ լուսաբացը հենց մեր քայլերից է կախված կլինի լուսաբաց, թե մենք կընտրենք այդ խավարում փակվել, մեղադրել հասարակությանը, անցյալին, այն ամեն ինչ ինչ որ մեզ շրջապատում է բացի մեզանից։ Շատ հաճախ երբ որ ինչ որ բան մեր կյանքում կամ ինչ որ հարաբերությունում այն չի գնում, ինչը որ մենք սպասում էինք, մենք մեղադրում ենք դիմացինին։ Հիմա մարդը ինչպես գա այդ գիտակցմանը, որ խնդիրը գուցե իր ներսում է ու գուցե խնդիրել չկա, ուղղակի սա իր համար փորձառություն է, որը իր կյանքը եւ իրեն ավելի լավն է դարձնելու։ Շատ կարևոր է նայել մեր ներսը։ Այո, մեր ներսը, ոչ թե դիմացինի քայլերի մեջ տեսնել ինչու է այսպես, այլ այնտեղ թե այս իրավիճակը մեզ ինչ տվեց։ Երբ որ հանդիպում ենք մեր եսի հետ, մեր շունչի հետ, չէ՞, մեր շունչը առաջինը մտել է մեր մարմին, երբ որ ծնվել ենք, եւ վերջինն է դուրս գալու մարմնից։ Շատ կարևոր է շունչի հետ հանդիպել, ինքդ քո հետ, քո հոգու հետ եւ լինել ազնիվ։ Այդ խորության մեջ լինել բացարձակ ազնիվ, որովհետեւ ոչ մի բան, ամենախորը ցավը, անգամ բնությունը մենք ունենք մեր կյանքում ցավոք սրտի այնպիսի ցավեր, որոնց մասին բնությունը բառեր չի հորինել։ Մարդիկ դրան բառեր են տալիս, չէ, պատերազմին զինվորներին կորցրած ծնողները բառ են տվել դրան, որթե կորույս, բայց բնությունը այդ բառը չի հորինել։ Ոչ մի լեզվով չկա այդ բառը։ Ես կարծում եմ գրագետ որպես այդպեսին, որ կարողանան դրան բառ տալ։ Եվ անգամ այդ ամենադաժան, անբացատրելի կորուստի մեջ երբեմն լինում են փառահեղ ինչ որ էներգիաներ, որոնք չեն տրվում ամեն մարդու։ Ինչքան պիտի մարդու հոգին հզոր լինի, որ իր երեխան, ինչքան էլ մեր գիտակցությունը դրա հետ կռիվ ունենա, ինչքան էլ այդ մայրերի հետ զրուցելիս հասկանում ես, որ դա իրեն պետք չի բացատրել, ինքը նախընտրում էր այդպեսինը չլիներ, բայց ունենար իր երեխային իր կողքին, բայց էներգետիկ առումով, աստրալով իրանք հզոր դեմքեր են, իրանք միանգամից 7 գեն մաքրում են իրանց այդ ծառը եւ սրբանում են երկրի համար, հողի համար զոհված մարդիկ, ամբողջ մի հատ ռադավոյ սիստեմա մաքրում են։ Դա հզոր երևույթ է, երբ որ նման մարդկանց քարտեզներն ուսումնասիրում էներգիան, ինչի է տրվել հենց այդ մարդուն։
Մեր կենսակերպի մեջ աշխարհիկ կյանքում դա դժվար է բացատրել Անժելա ջան, որտեվ նորմալ է, ոչ մի մայր դա չի հասկանալու։ Ինքը նախընտրում է չլինի այդ հզորը։ Բայց մի հատ դա գերհզոր վիբրացիա է տիեզերքի հետ, որ դրանից հետո այդ գեների մեջ շատ հաճախ ծնվում են այն մարդիկ, ովքեր մեծ պատմություններ են կերտում։ Հոգին վերածնվում է հենց այդ նույն ծառի մեջ, նույն ազգանունի մեջ, այսպես ասած։ Խոսում եք հոգու վերածնումից, բայց այդ դեպքում ինչպես հասկանալ, երբ որ երեխաները նոր են ծնվում ու մի քանի օրական երեխաների մահացության դեպքեր են գրանցվում։ Ես կարծում եմ, որ այդ հարցին մի քիչ պատրաստ չեն մեր դեռ Հայաստանի ամեն դեպքում մարդիկ, ով կարող է մի քիչ դա շատ խորը հնչի, պատրաստ չեն այդ հարցը լսել, բայց երբեմն հոգիները հրաժարվում են գալ, դա լինում է մինչև ծնունդը, չի ուզում այս աշխարհ եւ ի սկզբանե ինքը գիտի ինքը ինչ պիտի տեղի ունենա էզոտերիկայում կամ այդ գիտակցությունը, որ եթե մարդուն պիտի սպանեն մինչև ծնվելը, չէ, ընդհատում են հղիությունը արհեստական ճանապարհով, անգամ այդ հոգին գիտի, որ ինքը չի ծնվելու եւ այն հոգին, որին որ չեն սպանում, բայց ինքը չի գալիս այս աշխարհ, ընդհատվում է ինչ որ մի պատճառով տրագեդիկ, պետք է այդ ծնողին, այդ հոգուն անցնել այդ ուղով, զգալ դա, ինչ որ մի նախապայման է լինում դրա համար, ինչի է ինքը անցնում եւ այո ցավոք սրտի շատ դեպքերում լինում են, որ երեխան ծնվում է եւ դրանից հետո երկար չի տևում իր կյանքը այս աշխարհի կյանքի վրա, դա էզոտերիկայի մեջ եւ աստղաբանության մեջ դիտարկվում է այսպես, որ այդ փորձառությունը մորը տված էր, ինքը պիտի անցնի դրա մեջով ինչ որ մի պատճառով, յուրաքանչյուրն իրենն ունի եւ տեսեք, կարա լինի նաեւ այսպես, հա, ասենք աղջկա մայրը, ում մոտ որ լինում են ինչ որ նման խնդիրներ ծանր, կարա ունենա շատ հաճախակի կատարած ինչ որ ընդհատումներ հղիության եւ դա փոխանցվի իր երեխային դժվար տրվի երեխա, որպիսի մարդու գիտակցությունը հասկանա, թե ինչքան դժվար են տրվում մարդիկ այս աշխարհ գալու համար, որպիսի գնահատի այդ երեխային, որ ունենա։ Ես անկախ նրանից ոնց են վերաբերվում, ինչպիսի պատասխաններ կհնչեն այս մասին, ես վստահ եմ ավելի քան, որ մաքսիմում 3 տարի հետո նաև մեր երկրում կգա այն գիտակցությունը, որ մենք ունենք կապ տիեզերքի հետ եւ մենք ինքներս ենք որոշում եւ մարդն ինքն է կերտում իր կյանքը, իր ճանապարհը դեպի արարիչ, դեպի մութը, դեպի լույսը, թե դեպի խավարը եւ ոչ թե դառնում է խորքային, այլ մնում է ճեղք այս աշխարհի վրա։ Դեն շատ սիրուն բառեր ունեմ ես, որ պետք չի դառնալ ճեղք, չէ՞, ճեղքը չունի ոչ մի բան, կարելի է այդտեղը դատարկել եւ բնություն կերտել, տուն կառուցել, բայց երբ որ ճեղքեր ես սարքում ու թողնում ես կիսատ, որպես այդպեսին եւ տեսանելի դաշտում գեղեցիկ չէ եւ առհասարակ ճեղք լինելը այս կյանքում ինձ թվում է թուլության նշան է եւ արարիչը չի սիրում թույլերին։ Հայաստանում աստղաբաններին հիմնականում ինչ հարցերով են դիմում։ Շատ տարբեր դիմում են սկսած ծայրահեղական ինչ որ կոնկրետ էի մասին ասեմ հիվանդությունների մասով, չգիտեմ երեխան է վատառող, չէ, ինչ բարենպաստ ժամանակներ են կամ ինչպիսի դիրքեր են ապահովում այդ երեխայի, որտեղ շատ կարևոր է նավավարները, երբ որ ջրի վրա փորձել են նավը որպես այդպեսին տանել առաջներում շատ աստղերի դիրքերով են նայել, որ կողմ գնան, որ կողմի վրա պիտի գնա այդ նավը եւ նույն կերպ երևում է մարդու համար, այսինքն անգամ արևի դիրքը փոխելով, հա, որ պետք է այս երեխային տեղափոխել կամ ինչ որ մեկին արևային երկիր, արև է պետք իրեն կամ ինչ որ ավելի շատ կողմնացույցն է ցույց տալիս բիզնես կառավարման
մարդը կարող է ասենք լինելով տարբեր ոլորտներում իրեն փորձած մարդ եւ չհաջողած, որ ոլորտում փորձի իր էներգիային ավելի շատ ինչն է սիրում, որտեղ կարող է իրեն ավելի լավ ռեալիզացնել, այսինքն բուն նպատակը նա չէ, թե դու գնաս արա եւ սա քո մոտ չստացվի, այլ ավելի բարենպաստ է, օրինակ, տուն կառուցելը կամ ավելի բարենպաստ է հողագործությունը, ձեռքի աշխատանքը, որտեղ մենք բոլորս ծնվում ենք մեր շատ ավելի լավ կետերով, որոնք որ ժամանակի ընթացքում շատ է զտվել, չէ, շատ են լինում մեր կենցաղում շրջապատում մարդիկ, որ ասում են մամաս, պապաս ուզել են ես լինեմ իրավաբան, բայց ես իրավաբան չեմ, եւ այդ մարդը ունենալով իրավաբանական համալսարանի բարձր կրթություն, ստիպված է հիմա, քանի որ չունի հնարավորություն այլ կրթություն ստանալու, աշխատել միտեղ, որտեղ ամեն օր ունի բախում իր ներքին եսի հետ։ Մենք շատ ենք առնչվում հիմա նման իրավիճակների հետ։ Երեխաների քարտեզներն են, ծնողները շատ հաճախ այն անցումնային տարիքի, երբ որ երեխա եւ մայր կամ հայր հարաբերությունները շեղվում են, ինչպես ճիշտ ուղղորդել երեխային։ Երեխան տեսնում են թվում է թե շատ ավելի գեղարվեստական ինչ-որ հնարավորություններով է, բայց իր ակտիվներով ավելի շատ կարա լինի մաթեմատիկական մտածելակերպով, շատ տարատեսակ են լինում են նաև շատ ծայրահեղ դիմողներ, որոնք որ խառնում են իմ մասնագիտությունը այդ գուշակության հետ եւ կգան կհարցնեն, բայց ինքը ինձ կսիրի, չէ, то есть ինչ որ անձնական կյանքի շեղում ունեն, այստեղ պատասխանը միանշանակ այն է, որ պիտի սկսես դու քեզ սիրել, որ քեզ սիրեն, իսկ դու արժանի ես, որ քեզ սիրեն, այսինքն աստղաբանությունը հիմնականում հարց է տալիս, նոր պատասխանները, աստղաբանությունը դրա մասին է, որ պիսի չխառնեն այն ամեն ինչի հետ, որ դա ես ցնցված չեմ, որովհետև սпасելի է, ես համարձակություն եմ ունեցել, ունեմ եւ կունենամ հաջորդի վել խոսել նրա մասին, որ սա շատ ավելի խորը կետ է ուսումնասիրության եւ բացարձակ նպատակ չունեմ, որպեսզի բոլորը իմ հետ համաձայն լինեն, քանի որ մարդը ապրում է իր ուղին եւ ինքն է իր գիտակցությունը զարգացնում եւ մտածում, որն է ճիշտ, որը սխալ իր համար, բայց գոնե շատ ուրախ կլինեմ, որ մարդիկ սիրեն իրանց, ճանաչեն իրանց։ Շատ հաճախ մեր կյանքի սխալ ընտրությունները նրանում են, երբ որ մենք չենք ճանաչում մեզ, որոշում են, որ այս կյանքում ամեն ինչ պիտի լինի ինձ, որ ոնց որ իրենք են կանխատեսել եւ մտածել իրենց համար, բայց շատ հաճախ լրիվ այլ կետում է այդ բանալին, որտեղ որ աստղաբանությունը տալիս է, աստղագուշակությունը, չգիտեմ, այդ աստղագուշակ բառը պրոստը այնքան են, հիմնականում մտածում եմ, որ դա ուղղակի թողարկված ինչ-որ այդ աստղ բառով հենց այդ երևույթն է, չնայած ես ոչ մեկի աշխատանքը չեմ քննադատում, անգամ աստղագուշակների, անգամ գուշակների, ես քննադատ չեմ եւ դատավորը վերևից է, ես իրավասություն չունեմ ասել, իրանք սխալ են, ես ճիշտ եմ, ուղղակի մենք տարբեր բաներով ենք զբաղված, լրիվ տարբեր, շատ տարբեր։ Ժամանակին տարածված խոսք կար, աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում, այսինքն ստացվում, որ աստղաբանությունը ինչ-որ ձևով աստղերը, եթե այդ մաթեմատիկական թվերով, տիեզերքի հետ կապով, տիեզերքը այս պահին աստղեր բառով եթե վերցնենք, մեզ հուշում է, հա, մեր ճանապարհը որն է կամ այս իրավիճակում ինչպես կարելի է վարվել։ Այդ ձեր առաջի հարցի պատասխանն էր դա, որ աստղաբանությունը կողմնացույց է։ Շատ հաճախ ոչ թե հարցերի պատասխան, այլ հարցերի պատասխանով տրվող հարցեր։ Եվ աստղաբանությունը տվյալ իրավիճակում, նայած թե մարդը ինչ խնդրի առաջ է կանգնած եւ առհասարակ նույն ճանաչող մարդիկ գիտեն ես ինչով եմ զբաղված եւ դա բնավ կապ չունի այդ խառնաշփոթի հետ, տվյալ իրավիճակում իմ հետ կապ ունեցող հիմնական այն մարդիկ, ովքեր գալիս են ինձ մոտ, չեն գալիս ապագա իմանալու,
գալիս են իրենց ճանաչելու, գալիս են հասկանալու համար, թե ինչի համար է օրինակ պատմությունը կրկնվել, ինչի բաց չեն թողնում այն, ինչը որ մինչև հիմա իրենց հետապնդում է եւ ոչ մի բարիք չի բերում իրենց կյանք։ Կողմնացույցն է։ Իսկ ամեն մարդ չէ իր ճանապարհը ինքն է ընտրում, մարդը ազատ է ծնվել, մարդը շատ ուղիղ սերտ կպած է տիեզերքին եւ աստղաբանությունը ուղղակի տեսնում է այդ նախապայմանները, այն քարտեզը, որով որ ծնվելու ժամանակ յուրաքանչյուրս ունենք մեր այդ դրոշմը վերևում, որտեղ մոլորակները գտել են իրենց համար, մեր համար նախատեսված այն հնարավորությունները, որոնք մեր կյանքում տրված են եւ որի շնորհիվ կարող ենք ավելի երջանիկ ապրել։ Մենք ոչ մեկս իրար նման չենք, լինելով այսքան նման իրար, բայց մենք բոլորս էլ այդ 12 էներգիաներին մեր մեջ կրում ենք։ Կարող է չէ ցուլը եւ խեցգետինը լույս աշխարհ բերել առյուծի, օրինակ ինձ։ Կրում է այդ էներգիան իր ներսում, որպես այդպեսին չկա հստակ կողմնացույց, որ եթե դու երկորակ ես դու սա ես, ինչ որ մեկը, չգիտեմ, իհարկե արևի էներգիան շատ կարևոր է, թե մարդը ծնվել է, որ ժամանակաշրջանում, ամսի քանիսին, 1-ից 9 են թվերը, հա, իր մոլորակները, որ թվերի մեջ են շատ ակտիվ, որ վիբրացիաներն են ավելի շատ աշխատում մարդու վրա։ Իսկ մենք մարդը իր մեջ պարունակում է մի քանի բաղկացուցիչ, այսպես ասած, եթե բառս համապատասխանի հարցին, էներգիա, հոգի եւ ճանապարհ։ Այսինքն մենք էներգիա, եթե չունենանք, չէ, հոգին մարմնի մեջ կխեղճանա։ Դրա համար կարևոր է, որպեսզի մենք էներգիան ակտիվացնենք, չլինենք հոգնած, սիրենք մեր կյանքը բոլոր եղանակներին եւ բոլոր իրավիճակների մեջ, անկախ նրանից, թե կյանքը ինչ փորձառության մեջով է տանում, եւ սիրենք մեր հոգին, մեր շունչը, մեր ներսը։ Աստղաբանությունը հենց այդ կողմնացույցն է, որ մարդը գա դեպի իրեն։ Խոսեցիք նաև ակտիվների եւ քարտեզների մասին, գալիս են երեխայք, ինչ է նշանակում ակտիվ, ինչ է նշանակում քարտեզ եւ ինչպես է ի վերջո դուք որպես մասնագետ հասկանում, այս ակտիվը, այս քարտեզը ինչ մեխանիզմով է էլի աշխատանքը։ Դե ես դրա համար շատ կրթվում եմ եւ մինչ օրս աստղաբանությունը այն խորությունը ունի, որ կարծում եմ ու միշտ էվոլյուցիա ենք ապրում, մասնագիտություններ են ակտիվանում, պասիվանում, չէ, դեռևս մի 10 տարի առաջ այդ IT համակարգը որպես այդպիսին ոլորտ, չէ, չեն ճանաչում, հաշվապահությունն էր, ինչ որ մարքեթինգն էր, բայց այդ բառերը, որոնք որ կան 21-րդ դարի նոր մասնագիտություններ են, որոնք որ ձևավորվում են եւ բնականաբար վերևը մենք պիտի վերակրթվենք, որպեսզի հասկանանք ոնց ճանաչենք մարդու համար, օրինակ, բարենպաստը, որ ինքը մարքեթինգով զբաղվի, ինքը կարա վաճառք իրականացնի, թե չէ։ Այստեղ շատ կարևոր է թվերը, թե ինքը երբ է ծնվել։ Ինքը եթե առաջնորդ է, իր համար որպես այդպեսին այնպես չի, որ չի աշխատի մարքեթինգությունը կամ առաջնորդ։ Հիմա ներողություն, որ ընդհատում եմ, հիմա եթե ավելի առարկայական խոսենք, օրինակ իմ օրինակով եթե բերենք, հիմա ինձ բնորոշ է հաղորդավար լինելը, թե ես կարող եի այլ ոլորտում դրսևորվել, դրա համար մարդը գալիս է, ինչ է ձեզ, ինչ ինֆորմացիա է տալիս եւ մեխանիզմը ոնց է աշխատում։ Ծննդյան թվերը, ծննդյան օրը, ամիսը, տարին, ժամը, քաղաքը, որտեղ է եղել վերջի անգամ իր տարեդարձին, այդ վերջի կետում, որտեղ ոնց որ տարվա համար, այդպես էլ մարդու համար արևը պտտվում է տարին վերջին տարեդարձ, վերջին։ Եթե որպես այդպեսին հստակ ժամ չունենք կամ ունենք այստեղ հարցերի միջոցով, որովհետև Երևանում դժվար էլի գտնենք, չէ, Անժելայի, ում անունը Անժելա է, ծնվել է այդ օրը այդ ժամին, ծնողները այս էներգիաները կրողներն են, արևային երեխան այս էներգիան կրող, որպեսզի հստակ մարդու մասին մասնագետը կարողանում է դա հավաքել, դա ուսուցանում են դպրոցներում, ակադեմիաներում, ես ակադեմիա եմ ավարտել։ Եվ այդ հաշվարկների միջոցով տեսնում է, այ օրինակ դուք եկել եք հաղորդավարություն եք անում, դա ձեր համար
գինիալնի ճանապարհը, այսինքն դուք պիտի լինեք եթերում, ձեզ պիտի ծափահարեն, դուք պիտի լինեք բեմի վրա։ Այս դեպքում մարդկանց մոտ հիմնականում այդ էներգիաները, то есть մոլորակները գտնվում են այն դիրքերում, օրինակ 9, 10, 11 դες դիրքեր կան, որտեղ որ մարդը այո կարող է լինել բեմի վրա, դրսում, սոցիումի մեջ, բայց եթե մոլորակները ներքևում են, ավելի շատ տեղակայված, եւ ինքը շատ է ուզում լինել բեմի վրա, այս դեպքում մասնագետը ուղղորդում է թե որ տարբերակով пассивով ինքը մոտենա եւ մաքսիմում ինչքան կարա մոտենա բեմին, այսինքն չի ծնվել դրա համար, բայց ունի հնարավորություն այսքանը լինել այդ դաշտում։ Չնայած նաեւ տեսնում է, որ գիտես, այս սֆերայում դու կլինես ավելի համրաշ, ավելի շատ կսիրես քո մասնագիտությունը։ Բայց եթե արդեն մարդը ընտրել է հաղորդավարությունը իդեմս ձեզ եւ ուզում է այստեղ ավելի ընդլայնված լինել, ավելի տեսնել իրեն այն կետում, որտեղ որ պատկերացրել է մի օր իր գիտակցությունը, մասնագետը կարող է ասել, որ ճանապարհով գնա, որ հասնի այդ կետին, այսինքն որ գործողություններն են իրեն խանգարում, որ դա անել, այդ իր նախապայմանների քարտեզի մեջ, որ էներգիան է իր համար ամեն դեպքում ոչ բարենպաստ դիրքում կամ սխալ բառը ճիշտ չասեցի, ոչ համահունչ դաշտում եւ ինչ է պետք անել, որպեսզի մարդը ուղղակի լինի երջանիկ, չէ՞, կան մարդիկ դպրոցի ուսուցիչ են, ամբողջ կյանքում այդ ուսուցչի տիտղոսը ամենակարևորն է մեր կյանքում, ուսուցիչը, բժիշկը, մարդիկ ովքեր որ մեզ ուղղորդում են մեր ամբողջ կյանքի ընթացքում, ուսուցչի տիտղոսը իր համար ամենաբարձր վիբրացիան է եւ մի ամբողջ կյանք վերցնում է իր տետրերը դպրոցի գնա այդ մատյանները գնում է դպրոց գալիս եւ այդ տիտղոսը իր համար պատվով կրում է մինչեւ իր կյանքի բեկումնային շրջան։ Այս դեպքում առաքելությունը կատարված է, ինքը համերաշխ է իր հետ, ինքը ծնվել է դրա համար։ Անդրադարձանք նաեւ ինքնաճանաչմանը, այլ մարդը ինչպես սկսի ինքն իրեն ճանաչել։ Նախ առաջինը հանդիպի իր վախերի հետ, հանդիպի այն ամենի հետ, ինչը որ դեռևս մինչ հիմա չի բերել այն գիտակցությանը, որ մենք լիարժեք ճանաչում ենք մեզ, քանի որ այդ լիարժեքությունը պետք է կերտել ամեն, եթե ոչ օր, ժամանակ առ ժամանակ նայել քո ներսը։ Հենց այդ ստարտը, այդ առաջի կետը պիտի լինի հանդիպում ինքդ քո եսի հետ, ազնիվ հանդիպում։ Եթե անգամ դա կլինի այն տեսքով, որ կարող ես գրել ու տեսնել ինքդ քեզ կամ նայել հայլու մեջ, ուղղակի քո աչքերի խորքը եւ սկսել սիրել քեզ այդ աչքերին, որ դու կատարյալ ես։ Այդ եսի հետ հանդիպումը հենց առաջի քայլն է, այն ճանապարհի, երբ որ մարդը քայլում է դեպի ինքն իրեն։ Ես մոտ 2 տարի է ավել ծրագիր ունեմ ճանապարհ դեպի քեզ։ Եվ ժամանակ առ ժամանակ այս ծրագրով միջոցառումներ եմ կազմակերպում աղջիկների հետ։ Իմ ամենաառաջի խնդրանքը, պահանջը այն մարդկանց, ում հետ ես առնչվում եմ իմ գործի կամ հարազատների միջև թեկուզ ճանաչել ինքդ քեզ, քո ներսը նայելով, դիմացինին նայելով չես ճանաչելու քեզ։ Ամեն մարդ իր կյանքն է կերտում եւ երբ որ դու քեզ ճանաչում ես, երբեք չես ուզում նմանվես ոչ ոքի։ Սիրում ես քեզ այնպես, ինչպես դու կաս, քո թերությունները, քո սխալները, քննադատ եւ ինքնակննադատ չես, ոչ մեկի անցած ուղին քո համար այնքան կարեւոր չէ, ինչքան քո 24 ժամվա ամեն վայրկյանը ապրելը, արարելը, տխրելը, որովհետեւ անգամ այն ծանր ցավը, որը որ կարող է գալ, եւ յուրաքանչյուրն իրենն ունի, ամեն մարդու համար այդ ցավի բաժինը ինչ որ մի կետում է եւ ինչ որ մեկի համար դա կարա լինի անգամ ինչքան էլ որ ծիծաղալու կլինի, չգիտեմ, ժամացույց չունենալ։ Ես տեսել եմ նման դեպք։ Եվ անգամ այս դեպքում ես հասկացել եմ դիմացինին, որտեվ իր արժե համակարգը ծառայում է միայն նրան, որպեսզի զարմացնի, քանի որ խոսքի եւ գիտակցության գիտելիքների եւ այդ տեղաբաշխված ներքին էներգիաները պակաս են, տեսանելի դաշտում ցույց է տալիս այն, ինչը որ կարող է եւ ունի եւ ինքը դրա համար մեղավոր չի։ Յուրաքանչյուր մարդ տեսնում է դիմացինի այն, ինչ որ կրում է ինքը։
չես կարող դիմացինից սպասես վատ բաներ եւ միշտ ընկնում ես այդ թակարդը, եթե դու դա գրողը չես։ Բայց երբ որ ճանաչում ես քեզ, այս դեպքում ոչ թե սպասում ես, այլ ոչինչ երբեք չես բացառում։ Այսինքն ստացվում է, որ դիմացինը մեր հայելին է։ Միայն դիմացինը քո հայելին է։ Իհարկե, դու ես, քո եսը, այն եսը, որին դու կերտում ես ամեն օր, մի նոր բացահայտմամբ, մի նոր կորստով, մի նոր ձեռքբերումով, յուրաքանչյուր երազանք, երբ որ մարդը կատարում է, երազանք ասենք, որպեսզի աշխարհիկ բառով ավելի sense ոչ մասնագիտական ճիշտ կհնչի, մարդ ուզում է գնել մեքենա, իր երազանքների մեքենան, հենց գնեց երազանքը կմեռնի։ Եթե մի բան մեռնելու յուրահատկություն ունի եւ ինքը որպես այդպեսին հաջորդն է ծնելու հետո, այդպես միակ բանը, որ մեր հետ մենք կրում ենք մինչև մեր կյանքի ավարտը, դա մեր հոգին է, մեր խիղճը եւ այն ամենը, ինչը որ ամեն դեպքում ոչինչով չես կարող փոխարինել։ Այս կյանքը, ժամանակը եւ երբ որ դու քո եսի հետ համերաշխես, միշտ քո եսն է քո առաջ կանգնած, ոչ թե մարդիկ։ Միշտ երբ որ տեսնում ես այն վատ բանը, որը քո մոտ խնդիր է առաջացնում, հարցնես քեզ, իսկ ես ո՞նց կվարվեի։ Իսկ ինչի է ինքը այդպես վարվել։ Միգուցե ինքը դրա համար ունի շատ մեծ պատճառ այդպեսին է լինելու։ Եվ այդ ամեն դեպքում ներքին այդ վատ, այդ մոխրագույն էներգիաները հավաքելու փոխարեն, երբ որ դու քո ներսն ես նայում սկզբից, արդեն ամեն ինչ տեսնում ես լույսի մեջ։ Անկամ այն ինչը որ քո համար խնդիր է առաջացնում, չէ՞, մենք հիմա ունենք մեր երկրում գլոբալ խնդիր եւ մարդիկ լռում են։ Այդ անտարբերությունը ինձ շատ է նեղացնում, որ մենք կարող ենք բոլորս խոսել, բայց երբ որ այն մեկը հասկանում ենք խոսի, մնացածը չեն խոսելու, լռում է։ Իսկ դա ինչից է գալիս, դեռ ինքը վախենում է իր ներսը նայել, ինքը մտածում է, իսկ ինքը ինչ կաներ։ Ինչի ինքը խոսի։ Բայց երբ որ դու մտածում ես, որ երբ որ մի քայլ արեցիր, մի փոքր քայլ արեցիր դեպի քեզ, դա կարա լինի 3 քայլ դեպի դիմացինը եւ այն շրջապատը, որտեղ դու ապրում ես եւ գնահատում ես այն ինչ որ ունես։ Դա միայն տեղ ունենում, երբ որ մարդ հանդիպում է իր ներքին վախերի, թերությունների, բացասական այն ամեն ինչի կամ դրական այն ամեն ինչի, որ ես սա արեցի, բայց ես նաև ունեմ հնարավորություն անելու սա։ Դա կապ չունի ինչի հետ է կապված։ Լիլիթ, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք այս պահին գտնվում են իրենց կյանքի ճանապարհի դժվար էտապ։ Սիրել այդ ցավը։ Շատ դժվար բան եմ ասում։ Շատ երևի անհասկանալի կարա լինի շատերի մոտ, բայց երբ որ սկսում ես սիրել այն ինչի մեջով դու անցնում ես, որովհետև չես կարող փոխել ոչ մի բան, ունես այն ինչ որ ունես, եւ գոնե վերաբերվում ես դրան այնպես, որ եթե սա ինձ տրվել է, ուրեմն սա է իմ ուղին, այս դեպքում շատ ավելի հեշտ է լինում ծնկները թափ տալ, չմնալ ծնկաչոք, այլ կանգնել, եւ այս դեպքում մարդը ավելի է հզորանում։ Հիմա մենք մեր ազգովի դժվար ուղի մեջով ենք անցնում այն վիբրացիաների, որտեղ մենք բոլորս ամեն օր ունենք մեր վախերը, մեր երեխաների, մեր հողի, մեր ազգի համար։ Յուրաքանչյուրս մենք պիտի որոշենք ոտքի կանգնել եւ հրամցնել մեր ժողովրդին այն ինչը որ գոնե եթե չի օգնելու չվնասի, այդ շատ կարևոր է, եթե չես օգնում չվնասես։ Իսկ երբ որ սիրում ես այն ինչի մեջով անցնում ես, ես գիտեմ, որ ես շատ հիմա ծայրահեղական բան եմ ասում, Անժելա ջան, բայց ուրիշ տարբերակ չկա, մենք չենք կարող գնալ անցյալ եւ փոխենք այն, բայց երբ որ ընդունենք ներկան, որ դա էր մեզ տրված եւ դա այն հնարավորությունն է, որպեսզի ավելի հզորանանք, այս դեպքում գոնե ունենք հնարավորություն առաջ շարժվելու մեկ այլ բանի համար, մեկ այլ մեզ սիրելի մարդկանց համար, մեկ այլ նպատակ իրագործելու համար։ Անգամ ցավը ես կարծում եմ պետք է սիրել։
որովհետև արարիչը դա սեր է եւ ինքը մեզ սիրելով է թույլ տվել, որ մենք ծնվենք, սիրելով է թույլ տալիս անգամ այն վատ արարքները, որ մենք կատարում ենք։ Ինքը չի դադարում մեզ սիրել։ Ինքը մեզանից երես չի թեքում։ Եվ շատ սիրուն խոսքեր կան, ես շատ հաճախ եմ դրանք ասում, կուզեմ, որ հիմա էլ ասեմ հենց ձեր հարցին, որ մենք պիտի սկսենք մեր ներսում սիրել ամեն ինչ, որպեսզի կարողանանք դիմացը տեսնել եւ սիրել այն ինչ որ մեզ շրջապատում է եւ այս դեպքում այդ կրկնվող իրադարձությունները, այդ մատրիցան որպես այդպեսին, այդ թվերը, այդ մարդկանց տեսքով արդեն չէ ինչ որ մի պատմություն կրկնվում է, հետո մեզ թվում է չի կրկնվել, բայց մեկ էլ տեսնում ենք, որ լրիվ ուրիշ եղանակով, բայց նույն ձև, նույն դասի մեջով ենք անցնում։ Երբ որ մենք մեր եսին բերում ենք առաջի կետ, մենք կարողանում ենք սիրել մեր մարմինը, մեր ուսուցիչներին, մեր երեխաներին, մեր ծնողներին եւ ամենակարևորը կարող ենք սիրել մեր Վշշիյան, մեր Արարչին, որտեվ հայր մերը դա մեր հայրն է, մեր ընկերն է վերևում։ Շատ կարևոր է Արարչի հետ ընկերություն անել, չէ՞, մենք աղոթում ենք հայր մեր, որ երկնքում ես, բայց այդ հորը չենք վստահում։ Մենք մտածում ենք, որ ինչ որ բաներ կան, որ մեզանից կախված չեն։ Ինքը մեր ամենամտերիմ ընկերն է։ Իր հետ պետք է շատ խոսել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր կյանքի ճանապարհին թվային աստղաբան Լիլիթ Ալեքսանյանի հետ էինք բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ելում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։